մի խոսքով չեք լսի։ Բարի օրհնյալ կիրակի մեզ բոլորիս, ամենա ջերմագին մաղթանքներս ձեզ բոլորիդ, սիրելի հետևորդներս, հարազատներս ու բարեկամներս, այս ինչքան լավ հետևորդներ ունեմ ես, այս ինչքան լավ բարեկամներ ունեմ ես, Տեր ջան, շնորհակալ եմ քեզ, որ իմ կողք այս ձև լավ մարդկանց ես բերել ու բոլորել։ Ուրեմն ճիշտ է եղանակը ցուրտ է, մռայլ է, բայց աշնանը բնորոշ եղանակ է ու դա ինձ չի խանգարում, որ գոհանամ Աստծուց, փառք տամ Աստծուն ու միշտ փառաբանեմ Աստծուն ու ասեմ, որ շնորհակալ եմ քեզ Տեր իմ ամեն օրվա համար, իմ ամեն ժամի համար, որովհետև հենց մեր փրկիչն ու արարողն ու մեզ ուժ տվողը մեր երկնային Տերն է, սիրելի հետևորդներ ջան, նորից եմ ասում, ովքեր էլ կմտածեն, որ ես իմ կոֆեն դրեցի, ովքեր էլ կմտածեն, որ ես ինչ-որ թե աղանդներ եմ գնում, այս խմբակն եմ գնում, այն խմբակն եմ գնում, չկա նման բան, չի էլ կարա լինի, որովհետև Աստված մի հատ է, բոլորս էլ գիտենք, որ մեր Տեր Աստված զոհեց իր միածին որդուն, մեր բոլորի համար, Հիսուս Քրիստոսը խաչվեց մեր մեղքերի համար։ Հիմա կիրակնօրյա օրը, ոնց են ասում, գլխի չեմ Ալեքսն ուրախանում, տխրում, բայց որ անկեղծանամ արձակուրդը քիչ է Ալեքսի համար, սովորեց մի տեսակ իրա քեֆին, իրա հավեսին, ասմա, ես չեմ ուզում դար գնամ դպրոց, բայց թե տենանք, լավներ ես տապակս, տենանք ոնց կստացվի, ստիպելու ոչ բան չկա, այն տարիքım չի, որ սենց հաստավյալ ձանես, ասես, սենց հարան, ենց հարան, ենց հարան, հետո որ մի քիչ էլ խնդիրներ առնեմ, այն պետքերը մեր էլի, մարդը չի ուզում գնամ ինենց տեղ, որտեղ որ կա ինչ-որ խնդիր կամ հանգամանք, այնպես որ տեսնենք տեսնենք, ոնց է լինելու, ինչ է լինելու, իրիկունը ուրեմն ենքաննա ամաններս լվացել էի, բայց չեմ սրբել, որովհետև շատ հոգնել էին, երեք կարելի ասել ժամը 11:30-ից ես թողամ լավ առնում, որ էպած բան ես ունենում ու քեզ մտածում ինչ եփել այսօրի մասին 11:30-ից մինչև համարյա թե ժամը 6-ը դրսի գործեր եմ արել, շատ կարևոր ու պետքական գործեր եմ արել, սիրելի հետևորդներ ջան, ինչի համար, որ խիղճս հանգիստ է, եղանակի տեսությունը, դե գիտեք, զարգացած ժամանակաշրջանում ենք ապրում, որ լսում եմ, լսեցի, որ անձրև կոմ են կոմ, իրոք տենց էլ եղավ, գրակս հենց կչացավ, էտ եմ պահներ, որ սուպ է եփել, ասի գնամ մի հատ փոքր հաց առնեմ, մեծը չէ, որովհետև մնում հնանմա չես ուզում, չեմ էլ սիրում էլի հաց թափելը, չեմ ընդունում, որ հաց ես թափում, ինձ թվում է դա մի հատ ընքան բատար արքա, ոնց կարելի է սուպ հացը թափել, չի կարող իմ համար տենց բան լինի, դրա համար մի հատ են փոքր հացիկներից առամ,
ու լավ էլ ստացվեց, որովհետև մի մասը երեք են կապուրի հետ կերել, մեկն էլ հմի կտենք ու հետո արդեն ուզանամ էլի հմի էլ ես մի հայատ գնա Ալեքս, երկի ձենը չեմ լսում է աղբեր կուզանամ հմի էլ ես մի հայատ գնամ, սիրելի հետևորդներ ջան ու ստեղ էլ տնամ ինչ եմ քաղում, ինչ կա ծառերի վրա, որ չմնա էլի, սրտահարվի իմաստը, որն է, ճիշտ է, կարկուտն ենք հանածեցել ու ջարդել, այդ խեղճ մրգերին, որ երեք ստելվածք եմ անում ներով գտնեք, ձայնի համար, իրիկունը չգիտեմ թե խիչարեցի, կոֆես էլ էդ հետ, այդ եկամ էլ ճաշը տնեք բականա, ոնց եմ սիրեմ, այս պահը սիրելի հետևորդներ ջան չգիտեմ դրամը խմեմ թե տանը ցավում աստված ջան օգնի ինձ խնդրում եմ այ մամա ջան մի քիչ ավել ձևով որ ուզենամ սենց լիարժեք նստեմ չէ այս ծունգս դառնում է մի հատ մեծ թեմա իմ համար որ հեչ պետք չէր ջան լավներ կոֆես սիրելի հետևորդներ այ ես խուճուճ մասերի կարոտել եմ մի տեսակ երեք դե չպայմանավորվեցի Վարշավից հետ Վարշահարդարից հետ որ տուն գամ որովհետև գիտեի այսօր էլ եմ բաղ չի գործի միգուցե հուսանք թե պետ տված չի որ արևա անելու բայց մարդ ես եթե արևանի էլի տերև մերև հավաքեմ վառեմ ու այդ դեպքում հեչ անհրաժեշտություն չկար որ ֆենած մազերով գնամ կրականեմ չգիտեմ ես այդ տեսակի մարդ եմ եթե տենց հա Այս բրոշս եմ երեք բերել վերևից, ես դեռ վերև ներքև հասկացության մեջ եմ ու դեռ շատ եմ տենց լնելու ու տեսեք սենց հավաքածել է շատ սազում ասեք որ այդպես է բայց այս խուճուճ մազերս ես ուզում էի թափած մնար Պրոստը որ երեսիս ակպչում ներվայնանում եմ Շատ շնորհակալ եմ ձեր այդքան սիրուն գրառումների համար ախր իրոք դուք շատ լավն եք ձեր վերաբերմունքի համար երեք մենք Ալեքսի հետ նստած երգ ենք պարապում մի խումբ իմ հետևորդներ գրուպա են կազմել ու զանգել ինձ Սիրելի հետևորդներ, խնդրում եմ երբեմն ըմբռնումով մոտեցեք, չվերցրեցի, որովհետև այդ այն պահներ, որ եկել հասունացել էր նրան, որ դաս ենք անում, երգ ենք անում, կամ ասենք մի գրավոր ենք գրում, դրա համար ես միշտ ասում եմ, չէ, անձնական հարթակում SMS-ների միջոցով շփվենք, որ պատկերացնում եք այդ պահը բաց թողայի ու ես վсё, էլ հետ չէի բերի
Ես միշտ ասել եմ, երեխեք կան, որ չեմ թաքցնում, որովհետև ունեմ են, ինչը ունեմ։ Երեխեք կան, որ իրանց մամաներն ասում են, իմ մաման օրինակ, սկի ինչ չի ասել, նստի դասար, ես իմ դասն եմ իմացել, իմ տան գործնել, խանութ գնալներ, բայց երեխա էլ կա, Ալեքսի նման պետք է համոզես, նախորդ հիմքը դնես, ինքը գիտի, որ երրորդը արդեն խիստ առնեմ ու հասել էինք նրան, հենց նստել ենք, զանգը եկավ, նայում եմ կռուպա կազմած, հաճելի է, ես ինչա շատ լավ եմ զգում, շատ ոնց ասեմ, ոգևորվում եմ, ինչի չէ, հաճելի է, ես ինքս տեսակով գիտեք ասել եմ, այդ տեսակի մարդ եմ, եթե ես չսիրեի շփվելը, չէի ասի ինձ փնտրեք սոցկայքերում, շփվենք, ինչա, մի 5 րոպե, ոչ մեկից չի խանգարում, բոլորս էլ ուզում ենք, չէ, հաճելի ժամանակ ունենանք, հաճելի ժամանակ անցկացնենք, նոր ծանոթներ ունենանք, մի խոսքով, ես որ ես եմ, ես սիրում եմ, բայց այդ ցերեկային ժամերը իմ համար խիտ է, մանավանդ, որ մենք արդեն պարապմունքներ ունենք քանի ձևի, այն օր Ալեքսը քիչ էր մնում լաց էր, ասма ոնց եղավ է, որ այդ լողը փակվեց, ես լողավազան եմ ուզում, դու իմ համար խնդրում եմ ճարի, դու չես կարա, դու կարաս ճարես, չես անում, մի խոսքով առավոտից մեր տանը ես պատերազմնա գնում, մամա ջան ասում է, դու ինձ տար լողավազան, ես լողավազան եմ ուզում, դեր մի արի ու բացատրի, որ ոնց տանես լողավազան, գիտեմ Վանաձորի մասին ասելու եք, Վանաձորից լողավազանի պահով սենց չէ, այ սենց կուշտեմ, չեմ ուզում, որովհետև կհիշեք տարիներ առաջ ոնց նեղացրին մեզ լողավազանի պատճառով։ Դրա համար ինքն էլ սիրում է, համ հորոսկոպով է ձուկ, համ էլ իրոք լողավազանի մեջ ինքը իրոք ձուկ է, չգիտեմ, ջուրն իրա տարերքն է, ինձ թվում է, ու հանուն իրա էլի, սիրելի հետևորդներ, ես և ջուրը մտա, եկեք անկեղծանամ էլի, և ոնց ասեմ, ծով գնացի, այ ոնց մամաս ֆոբիա ունի ջրից, նույն ձևի ես եմ ունեցել ջրից ֆոբիա, որովհետև այն լավ տարիներին, երբ որ կյանքը մի քիչ ուրիշ էր, նոր էինք ամուսնացել, հա, մեր քաղաքում էլ կա դե ձորագետ ունենք, ամառը մարդիկ գնում են, իրանց համար հատուկ տեղ կա, լողանում են, թե երեխեքը, թե մեծ տղամարդիկ, մի խոսքով, մենք ընտանիքներով, ամուսնուս բարեկամների հետ գնում էինք, ես անգամ ոտս ջրի մեջ չէի դնում, բայց այսօր ասենք ու լուրումունչ, ոչ մեկին չեմ ասել, 2 անգամ, 3 անգամ Նիկան ասել եմ, չէ, էլի չեմ ուզում ինձ հանգիստող, վсё, այդ է եղել մեր խոսակցությունը, ջրի վերաբերյալ ու վերջ, բայց այ հմի, ինչա նշանակում նվիրվել զավակին, ինչա նշանակում, այն ինչը, որ Ալեքսի համար լավ է, պետք է իմ համար էլ լավ լինի, ես փակել եմ աչքերս ամեն ինչի վրա, ու ուզեցել եմ միշտ իրա սրտով գնամ, միշտ, մանավանդ այդ դեպքերում ջրից լավ թերապիա բոլորիս համար, ու հասել եմ նրան, որ կհիշեք ամենասկզբից ուղղակի ես այդ ժամանակ ամաչում էի, էլի, որ սենց մանրակրկիտ ձևով ասեմ, ամենասկզբից մենք որ Սևան էինք գնում, միշտ պարտադիր Քրիստինայի հետ էինք գնում, համ հետաքրքիր էր, համ լավ էր, համ, եկեք ասենք, հենց ես ինձ ապահով էի զգում,
որովհետև ջրից շատ վախում էի, չափից շատ, բայց այսօր այդ ամեն ինչը այնքանով եմ հաղթահարել, որ տեսնում եք, ես եք երկրորդ տարին ես երեխուն վերցնում եմ ու գնում եմ սև ծով, դա Աստված հանգամանքներն ու իրավիճակը այնքան լավանա, որ սև ծովը փոխարինենք կարմիր ծովով ու տենց բաներ, չգիտեմ, տեսնենք, ոնց կստացվի։ Ամեն դեպքում անկեղծությունը լավ բան է։ Ճիշտ է, ես միշտ ուժել եմ, էլ ինձ համարել են գլուխ գովան, էլ ինձ համարել են, որ ինքնագովեստով եմ զբաղվում, էլ ինձ համարել են, որ վերջը ում խելքին ինչ փչել է, էդ էլ համարել են, բայց իմ համար միևնույնն է, ես հո գիտեմ էլի, իմ երեխին ինչա պետք, ինչի համար է պետք, ինձ ինչա պետք, ինչի համար է պետք ու մենք ինչեր ենք հաղթահարել, եկել հասել այսօրվան։ Հասկացողը առանց որևիցե խոսքի էլ հասկանում է, չհասկացողներն էլ փորձում են իրանց ուղեղի չափը մեկնաբանել կամ իմ էջում, կամ ուրիշների էջում, բայց իմ համար դա մեկ է, միևնույնն է, որովհետև ես ունեմ նպատակ, ես ունեմ, այսպես ասած, ցանկություն, իմ աշխատանքն էլ այս ձևով է, փառք Աստծու, որ գոնե այս ձևով էլ կա, էլի ես արթնանում եմ, սուսուփուս, լուրումունջ, իմ գործերն անում, որտեղ ձեզ մասնակից դարձնում, որտեղ ես ինքս եմ անում, ու էլի շնորհակալ եմ Աստծուն, որ ունեմ իմ աշխատանքը, ոչ մեկից ոչինչ չեմ ուզում, ոչ մեկից ոչինչ չեմ պահանջում, կյանք է, մենք ապրում ենք այս ձևով, իմ տանը սուսուփուս, լուրումունջ, որ պահին ինձ ստացվում է, եղածից էլ եմ գոհ, չեղածի հանդեպ էլ մեծ հույսերի ակնկալիք ունեմ, որ օրերից մի օրը հաստատ կլինի։ Այդքան մի բան, սիրելի հետևորդներ ջան, այնպես որ կյանքը ստացվում է ամեն ինչ, նորից եմ ասում, եթե ես ասում եմ փնտրեք, շփվենք, իհարկե շփվենք, բայց ավելի շատ գրառումի ձևով, ոչ թե զանգի, որովհետև զանգը շեղում է։ Տվյալ դեպքում հմերեք, եթե գրառումը լներ, աչքի պոչով կպատասխանեի, էլի կոպիտ ասած, ես որ Ալեքսին ասում եմ նստի դասարա, օրինակի համար այս ինչ բանը գրի, կամ ներկի թեկուս, կամ ինչ որ մի բան, ինքն ասում է մամա, բա դու, այ այդ պահը չի ստացվում, որ վերացնեմ, որ ինքը մենակովանի, ես դրանից չեմ ամաչում, որովհետև այսօր շատ երեխեք ու ծնողներ ունեն այդ խնդիրը, չունենան էլ թեկուզ մենակ մենք ունենանք, միևնույնն է, ես դրանից չեմ ամաչում, որովհետև մարդիկ տարբեր են իրանց վարք ու դիրքով, տարբեր են իրանց արարմունքով, կարևորը մյուս գործերում այսօր մենք ընկանենք, ոնց ասեմ, այսօր Ալեքսնի մոտ այնքան ինքնավստահություն ունի, օրինակի համար, որ ես իրան կուղարկեմ խանութ, կուղարկեմ, չգիտեմ, ինչ-որ մի տեղ, կամ ես կգնամ մի տեղ առանց իրա ու ինքը կմնա տանը, ու ես վստահ եմ, որ փառք Աստծո ինքը չի բացի ոչ գազ, ոչ էս, ոչ այն, ու ինքը գիտի ինչ անելու, ոնց անելու, շատ չմանրամասնեմ մի խոսքով։ Այդքան մի բան, սիրելի հետևորդներ ջան, այնպես որ եկեք իրարում բռնումով մոտենանք, ճիշտ է, շփումը լավ բան է, էլի ուռել է դեմքս, բայց ունեմ են, ինչ ունեմ, պահկա որ ստացվում է և պատասխանում եմ, օրինակ երեկ շաբաթօրյակ էի հայտարարել ես ինքս իմ համար, իմ հետևորդուհիներից Նարինե զանգեց, ուրեմն
հեռախոսս կողքից դրած, մի ձեռիս ավիլը, այն մյուս ձեռիս էլ լուցկին էի վեր կալել ու ուզում էի մի խոսքով գնամ արդեն կրակը վառեմ, մեկ էլ նայում եմ, ասում եմ այ Աստված իմ պատասխանեմ, գիտեմ, որ մի 15-20 րոպե հետ չպատասխանեմ, ստացվում է արհամարանք, կարևորը դասի ժամ չի, արի պատասխանեմ, մարդը իրոք հասկացող էր, Էլիանա ջան, ոնց ես, ինչ ես, սենց բաներ, ասում եմ, բան չէ, դուս եմ եկել հայատմա, հա, նայդ ջան, հետո կխոսանք, սիրելի հետևորդներն են, որ չեմ ուզում ոչ ձեզ նեղացնեմ, ընդհակառակ ես ուրախանում եմ, որ մենք շփվում ենք, մտերմանում ենք, լավ ենք զգում մեզ, կիսվում ենք մեր առօրյայով ու տենց բաներ, այնպես որ շփումը միշտ էլ կա ու կլինի, քանի կա այս օնլայն հարթակը։ Իսկ հիմա արդեն ինչ անեմ, գնամ ձեր հետ, այ համի վեր կացած եմ, իմ ծունկս էլի ցաված։ Խոսալուս ընդունակությունն է կորցրին են ցաված։ Ու մի վայ որ նայում եմ ստեղ չէ, այն օրն հենց էի փայլացրել, հնի հելստ է, սենց ուղղակի դրած եմ, երեք ծաղիկներիցս մեկն էլ բերել, հնդեղ եմ դրել, հլա որ կմնա այդտեղ, քանի շատ սենց մառոզները չի եկել, սիրելի հետևորդներ ջան, ու մնաց մի ծաղկաման վերևում, էսա, որ գնամ լվացքս փռելու, այդ մի ծաղկամանն էլ հետս կբերեմ, ու տերևի բաներա գիտեք, քամու հետ, ոտի հետ տուն եկել, ես էլ չեմ սիրում, տենց բաները, խնձորս հագին եղել էր, որդ պտացնա, Տենաս էլի դուրը բաց կթողամ, թե կարելի է սրանց արդեն հանել, ինչ կասեք։ Սենց կանենք, որովհետև ցուրտ է, ծվտերն եկան, ոնց եմ ուզում, որ այս ամիս դեռ չվառենք, մի քիչ խնայենք, խնայելը լավ բան է, օխա ես գելը, էդ ինչ լավն է ես գելը, սիրելի հետևորդներ, սա բնավ էլ գովաստ չի, սա մի ընտիրություն է, սա վեքսինը, խոտը ամեն ինչ արժե, իհարկե լվանալն էլ հետը։ Ալեքս, կարան չի զանգել ազիզ, չէ, ուզում եմ դեռ, Ալեքսիս մազերն էլ գնանք կտրենք, նույնպես որ պարապենք ու գնալու ենք մազ կտրելու, դե ես գնամ լվացք փռեմ, սիրելի հետևորդներ ջան, հետո տեսնեմ որտեղ ենք հանդիպում, սիրելի հետևորդներ ջան, հաց ենք կերել, Ալեքսը պարապ են խանում, ես ծաղիկներովս եմ զբաղվել, Սիլվայից նվիրած ծաղիկը վերջապես իր սիրուն ամանը ունեցավ, մենք ասում ենք այս մասից բեչա է տալիս ու տեսեք տվել է, այս սրանց թողամ սենց, որովհետև այս պահին տան գործը հայել, Եմ որ
իրիկունով էլ կարաս անես, դրան ոչ մի խնդիր, բայց ստեղ բերք ու բարիք ունեմ տեղավորելու համ ես տոպրակինը, համ այս դույլինը ու պատվալում նայեցի, սենց յաշիկ ունեմ, ասն էի, չէ, որ սորտավորած քաղել եմ, թութոներիս կարոտել եք, ով կարոտել է, թողնայի, լատենամ կարանք, սենց անենք, ոնց որ թե կարանք, ու խնձորը ստեղում է, այս սենց համով խնձորներ եմ քաղել, հեսա, սորտավորած, սիրուն, հլա ես ինչ խնձորներ եմ քաղել, սրանք կարկուտի հետ կերնա, բայց թե էտ ադեհմի ինչ անեմ ասեք, թողած չքաղես, էտ էլ չի արդավ, լա մի քանիսներ են շատ ծեծի ջարդ կերածները թողել եմ, որովհետև անիմաստ էր դրանց քաղելը, սիրելի հաշվեցնության, իդեմ ասելու եք թութակներին էլ տուր խնձոր, Անահիտ, հետաքրքիրը նայա, որ թութակները բացի փշոնկից ոչ մի բան լավ չեն ուտել, երևի հետենց սովորեցին, թե ինչ եղան, ամեն դեպքում ունեմ են, ինչ ունեմ, այսենց, հատիկ քաղել եմ է, մի հատը ոչ ընգել է, ոչ մի բան, այսենց քաղել եմ, օպա, ուզում եմ ունեմ քաղելը, այս հագնում եմ քաղել, այս մի քիչ մամայից կտան, Երևան գնալուց կհարցնեմ, իրանք ամեն խնձոր չեն ուտում, զուտ էտ պատրվակով, մի հատիկ պոպոկ կա, ես, մի վեդրոներ է, էլի լավա, տանդրնից, մաքուր, իստակ հավաքած, ու ամենակարևորը առանց պարարտանյութու եսիմ թե ինչի չէ նաև գումարային առումով մի որոշ վաղտ խնձորի փող չեք տա լավ ալնում էլի որ տենց ալնում տակինը ավելի խոշոր է բայց թե դե մի մանր են ու տեսեք ինչքան իրանք առողջ են սենց որ մնա պատվալում շատ լավ դգնի
Երկու բոբոք էլ ստեղ կա։ Այս իմ խնձորները, այն թութոները, այս փետերը ջարդելու էր, պարապ մարդիկ մեկ-մեկ էլ նմեն, չէ, որ ասեն, դի, հավաքի, գիտեք, վաղտին, որ ես Ալեքսս պուճուր էր, ենքան եմ փետերի հետ կռիվ արելու, փետ ջարդել, հավաքել, տարել, այլ համի որ չեմ ուզում, որովհետև ինձ պետք չի խորոված-մորովածի ժամանակ էլ ով ուզում է կրակզարի ու խորովի, նա էլ ջարդում է, անկեղծ ասած ու ճիշտն ասած։ Այս լիցվի ստեղ ծաղկի սերմերն է, այս էլ այեսա, այսա սրան օգտագործելու է, մի պոպոք էլ այ տղա, չաչանակ, պարապի, էլ ստեն նայեք, սա արդեն ջարդված է, բայց ափսոս է, նայեք, տեսեք էլի ես կոմը խփած է, սա մի քիչ շուտուտելի է, դրա համար սա կմնա, սրանք արդեն ծառի տակից էի հավաքել, ինձ թվում է հասկացաք, էլի պոպոքներ, ու մնացածնել եմ ձեռով քաղել, այս մի քանիսն է, ծառի տակից հավաքած, եկեք տանեմ, ես էլ կանաչինա, ցելոֆան պետք է գտնեմ, ունեի շինարարության վաղտ օգտագործել եմ սաղ, ու սենց բաներ, շմի այդ տեղավորեմ, ձերքերս լվանամ, տենամ ինչ հանեմ իմ պարոն։ Գնա։ Սիել է հետևասներ չան, այս հայաթում էի, այսքան բերք ու բարիք եմ քաղել, այս խնձորը, այ այս կարմիր խնձորը որ կա, նրանց վետրոներով էի քաղում, այս տարի ես քանն եմ քաղել, ենքան համով ջրիկ, լավ խնձոր է, դիմաց կունելը, շատ համով խնձոր է, այս էլ էլի նույն խնձորն է, սա արդեն խառն եմ քաղել, համ մաներն եմ քաղել, համ սենց խոշորն եմ քաղել, մի խոսքով, այն սենց բերք ու բարիք, սեղանս մաքրել եմ ընդեղել, ուրիշ խնձորները տան հողաթափ, մաշնիկ նավեսը տենը մեկ ինչ լավ է ստացվել, շատ հարմար ու լավ է ստացվել, սիրելի հետևասներ ջան, այս տարբերակը, սարկածը սաղ ճոք է անգել, չեմ էլ ուզում ցույց տամ նենց հանարվերս խախտվում, աշխարհի փողը ծախսեցինք ու անիմաստ։ Ասում էի տենաս ժամը քանիսը կգնի, որ ես այդքան գործը արել եմ, ժամը ուղիղ 3-ն է, շատ լավ է, շատ ընտիր, ոչ թե լավ է, դուս գնացինք Ալեքսանդր, գնամ մի քիչ տղանը նստեն, լուսամուտները բաց էր փակել են, մեր դուրը բաց թողանք, չգնասեց, ու գնանք Ալեքսիս մազերն էլ կտրենք, դեռ չեմ էլ զանգել, հետաքրքիր է, լվացքն էլ տանում ու վերում է, քամի է հավեսով, ուզում եմ սիրտս տվեց, խոյ, թթվածինս եկավ,
Աստռան նստեմ, հավեսով մի բաժակ կոֆե խմեմ, ձեվ հետ միասին, ոյ, այս մեկն էլ բող մի անգել, որ, այ վայ, բայց սարնա ժողովուրդ, լավ բրծանք արցախնողներից, չէ, հա, լավ բրծանք, չէ, արցախնողներից, հա, շատ լավ արցախնողներ, լավ ստացան, այ վայ, իհարկե ձեռքերս լվացել եմ, մարդես էլի ասել, իմանաք, մի հատ հավեսով կոֆե խմեմ, այս տերևների խշխշոցի ձենի տակ, եկեք, գիտեք ինչ հավես եմ, պոպոքի տերևների ձենը պարզ լսում եմ, որ լռեմ դուք հետ է լսեք, լսում եք, մեղքս ինչ թակցնեմ, ցելոֆան չգտամ, բայց ունեի ախր, ունեի, շինանալության վաղթ երևի էդ պերեկրիտի վաղթ վարպետն ուզես տվի, ու էլ չունեմ, մի պետքա, ուրիշ ցելոֆան նայեմ, կանաչիներին էլ ծածկեմ, լավն առնում էլի, որ քո դռնից ունենում ես, մանավանդ նենց հավեսով համեմի արտա դուսեք է ոչ թե մարդ, այլև արդ, հանցագործություն կլինի դրան փչացնելը, սիրելի հետևորդներ ջան, մի կոֆե խմեմ, ես էլ իմ երկրորդ կոֆեն է, մասիս մեջ, ծառի տերև հավեսով եմ, իմ սրտի գործարի, վսյո, ու եղանակը փաստորեն ճիշտ էլ տված է, զգում եմ, որ սրտը մաքանի գնում է, այսա հակնվենք, գնանք Ալեքսիս մազերը կտրեմ, լավ ասի, չէ, ով կտրի, ով ասի, հետո ինքը կլողանա, ես մի սալատ կսարքեմ, ու իրիկունը արդեն իսկ մեր գործերով գտնենք, ուստեղ են ասում աչկս մի նմա, ծառերի վրա թողել եմ խնձորներ, բայց այդ խեղճերն ենքան ծեծվել են կարկուտից, իրանց քաղելը անիմաստ համարեցի, դրա համար էլ թողել եմ, լավներ ես կոֆեն, իրոք աչկերս սառում են, վերջ, ես իմ կոֆեն ուղիղ իմաստով բառիս, ուղիղ իմաստով վայելեցի ու ուզում եմ գնամ լվացքը հավաքեմ, որովհետև ժամը 11-ից փռած է, այս մի 4 ժամում էլ հաստատ վստահ եմ, որ չորացել է, հետո նկատել եք քամի չորացրածը, ինչքան փափուկ լվացքա չէ լինեմ, ես չեմ սիրում, ի սկզբանե մամայից էլ չեմ տեսել, որ ինքը սուշիլկի վրա շոր էր չորացնի, սենց, նենց,
Մի էլ սեփական տանը նամանավանդ, սուշիլկա, չորանոց, տենց բաներ չեմ օգտագործել, չեմ էլ պատրաստվում, բայց օրինակ Ռուսաստանում բոլորն էլ էտա, ընդեղ դրսում լվացք չեմ փռում ու մի տեսակ իմ համար դա անսովոր է, սիրելի հետևորդներ ջան։ Ճիշտ մեր կալուգայի տանը ունեինք ռոլիկ, հանում էի սիրուն փռում։ Այդպիսի բաներ։ Զանգեմ Արենին, Ալեքս, գնանք մազերդ կտրենք։ Հա, զանգեմ։ Հա։ Դե սրանք որ խնդրեմ տուն կտանես, մեռնեմ Արևիդ, ցավը տանեմ։ Սիրուն է։ Լավ, բայց չէ կարա հետ։ Շատ, դու իմ խելոքն ես, ախր։ Ազիզ, բաժակը բռնի էս ոչի ապրես, էդ էլ ձեռով էդ, սովորի էլի։ Մամա, ես որը պես լինի, ես որ սարդերից որը պես լինի, ես կմտրեմ սարդերից։ Իսկ դու ինձ մատ տոկով տունիկ կառնես, չէ՞։ Մենք արդեն նոր տարի ենք։ Հա, մամ։ Հա։ Դե գնա։ Դե տոկով կառնես, հա։ Հա։ Մենք արդեն նոր տարի ենք անում։ Ալեքս, քեզ Ալեքս։ Սիրուն, չգիտեմ էլ ինչ անվանեմ, ինքը հետաքրքիր զարդ ա տեսել, գնալու ենք այդ խանութ, հլատենամ երբ, ուզում եմ ժամանակ շահեմ, ուզում եմ ինքը արժանանա, արժանի ա, ոչ մի խնդիր, բայց դասերում շատ ու շատ ա թերանում, ուզում եմ տենց գոնե մոտիվացնեմ, ինչ անեմ, թող մի արանք էլ այդ մեթոդը կիրառելի լինի, մինչև մի քիչ էլ դենը գնա արդեն ինքը կիմանա, որ չսովորի, կյանքում չի կարա ապրի։ Ամիտենը մահերը կա, մերը կա, տատն ու քեռին կան, բայց մենք բոլորս էլ ասաս տատիս քարի խաչ չտենք դառնա, չէ, վերջապես մարդ պետք է սովորի իրանով ապրի, չգիտեմ։ Դժվար է, սիրելի հետևորդներ ջան, որ այս երկու օրը առավոտը արթնացա, ես գիտեի, որ նագրուսկա չկարելի։ Ասիատատիկն էլ է ինձ ասում, բայց ուրիշ ձև չկար, առավոտն արթնացել եմ, ծունգս 2 ծունգ դարած, այսօր էլ էլ քաղեցի ու վսյո, էլ խոստանում եմ, ոչ մի բան չանեմ, միջև նորը կլինի, կիսակատակ, կիսալուրջ, բայց չէ, մինչև գնամ ռենտգեն անեմ, տենամ ինչ են ասում, ու տենց բաներ, նոչ չեսնը գավարյամ, բայուս, այլ տենց բաներ, բայց ամենակարող տերը միշտ էլ իմ հետ է ու բոլորիս հետ է։ Այդքան մի բան, գնացինք, զանգեմ, տենամ թե մեզ կանչում ա, թե երբ ա կանչում, գնանք մաս կտրելու, քանիս էլ ավետ չի եկել։ Ուստեղ չի լնում մեր մաս կտրելը, որովհետև հերթագրած մարդիկ ունի, մեր ժամը հասավ, չգիտեմ թե երբ, ու ես ինչ եմ անելու, վեր եմ կենալու ու գնամ, մի հատ սալատ սարքեմ, սիրելի հետևորդներ ջան, այդ մի գործողությունը առաջ տանեմ, չէ՞, գնանք սալատ սարքելը։ Մենց հավեսով քամի անում, մենց սիրուն քամի անում, չեմ էլ ուզում տուն գնամ, որ ճիշտն ասեմ, ուզում եմ նստեմ, այս տերևների սվսվոցը մի լավ լսեմ, մենց հավես ա, մենց նազանքով ու սիրուն իջնում են,
որ էլ ասելու չի։ Հələ ասեք, որ հավեսա չէ։ Տերևները դեղին կպատմեն մեզ կա սիրո մասին։ Տերևները դեղին կպատմեն մեզ կա սիրո մասին։ Ամպերից հետո սիրելի հետևորդներ ջան, պլպլան արևադուս եկել, ինչը որ ոգևորում է, չէ, այս բոլորիս էլ կոգևորի, կուրախացնի, ու տենց լիքը բաներ, ուրեմն ես մի հատ համով սալատ եմ սարքել, հետո այսա ուզում ենք համտեսենք, ուտենամ հարմարա, կտրենք Ալեքսի մատերը, Ալեքսանդր, դուս արի, սիրում ես լավաշի պահը, եկել պատկերացնի։ Ջան, Ահան դուրս եմ եկել։ Սալատ չես ուզում ուտես։ Հա, ուզում եմ դուր։ Ուզում ես։ Հա։ Վերանձրեք չեկա։ Հացի ամանը հանես։ Դե հանի։ Ես անել։ Ապրես։ Շնորհակալություն։ Մենք չէր ստեղ չունեինք ունեի։ Ուղղակի մարդը ասի նույնակ հերիք էր, այս օրվա համար։ Այստեղ գնացի առա։ Չգիտես թերխի։ Դե այս օրվանը։ Հասրտիկս ես այս կտրեմ։ Համովա մեր լավաշը։ Այստեղ դար երեք հիշում եք, են փոքր հացը առել ենք, դար կա, սենսելի, այստեղ ենք, այսպես համով սալատ եմ սարքել, նորով սիրած սալատն է, հետա ինքն էլ կգա, ինքն էլ կուտի, եկեք անուշանեք, գնատ, Մեզ, շարյախոր, քերվել գանձս, Որջ, այս էլ թողենք հետո մի բան էլ կսարքեմ, աման էլ կգա մի կտավ հաց կուտենք, այդ տենց բաներ, գնացինք
սալատ ուտելու, թե դուք եք հաց ուտում, ձեզ էլ բարի խորժակ։ Համովա։ Հա։ Ահա, սիրուն երեկոյան էր մոտ։ Գնացինք Ալեքսի մազերը կտրեցինք։ Եվ գնում ենք տուն։ Անպնայեք ինձ սիրունը։ Արեցս։ Շատ սիրունը։ Հավես լավը։ Իսկ քայլելու եղանակ։ Ինչը որ մենք անում ենք։ Թփերն էլ էտել են։ Սիրունացրել, մաքրել, շնորհքի բերել։ Գնացինք։ Ինչա։ Ինչ կազիս։ Ani. Ha. Aha, bast.